Երաժշտության ասպարեզում իմ սիրելի բարեկամ Լյուդվիգ վան Բեթհովեն։ Եթե միայն կարողանայի քեզ նկարագրել, թե յուրաքանչյուր անգամ հայ երաժշտական ժառանգության որևէ գործ նվագելիս կամ կատարելիս ինչպիսի զգացողություններ եմ ունենում։ Այդ նույն զգացողությունները ես ունենում եմ, երբ տեսնում եմ Հայաստանում երիտասարդ տաղանդների իմ թողած ժառանգության յուրովի մեկնաբանությունները։ Այն, թե ինչ քնքշությամբ են նրանք մոտենում ժողովրդական երգերին, ինչպես են արժևորում շարականները և ինչպիսի անզուգական ջազային իմպրովիզների կամ ռոքային հնչեղության ենթարկում կաքավիկը։ Թերևս իմ փոխարեն ավելի հախուռն կխոսեն իմ նվագները։ Կամ գուցե մեր երգչախմբի ելույթը Ֆրանսիայում, որը ցնծություն էր առաջացրել ունկնդիրների շրջանում և մեկից մյուսին փոխանցելով տարածվել ողջ Եվրոպայով։ Գիտես բարեկամ, նման ցնծություն կարող էին արտահայտել միայն մշակութային ժառանգությունն արժևորողները։ Ինչպես եվրոպացիները, հայերը նույնպես շատ են կարևորում մշակույթը։ Մշակութային հարուստ ժառանգությունը խաչաձևում է մեր անցյալը, ներկան և վստահ եմ նաև ապագան։ Ասացիս ապացույցն է Հայաստանում անցկացվող եվրոպական ժառանգության օրերը։ Ինչպես հավանաբար գիտես, Եվրոպական ժառանգության օրեր միջոցառումն ամեն տարի տեղի է ունենում Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած 50 եվրոպական երկրներում։ Այդ օրերն արտահայտում են մշակութային և մասնավորապես եվրոպական մշակութային ժառանգության բացառիկությունն ու բազմազանությունը։ Մշակութային արժեքների շարունակական պահպանության կարևորությունը։ Այդ օրերին Հայաստանում և եվրոպական երկրներում կազմակերպվում են իսկական մշակութային տոնակատարություններ, որոնք միավորում է մարդկանց այժմ նաև արդեն ժամանակակից առցանց հարթակների միջոցով, խզելով ժամանակի և տարածության բոլոր արգելքները։ Լյուդվիգ, բարեկամս, ես անչափ ուրախ եմ, որ հայ երիտասարդները հնարավորություն ունեն բացահայտել եվրոպական քաղաքակրթությունն ու մշակութային արժեքները ոչ միայն տեղում, այլև տարբեր գիտաճանաչողական և մշակութային ծրագրերի միջոցով հենց Եվրոպայում։ Մշակութային փոխանակման շնորհիվ ձեռք բերված փորձառությունները նրանց հետ կլինի իրենց ողջ կյանքի ընթացքում։ Ինչպես իմ դեպքում, երբ ես Հումբոլդտի համալսարանի փիլիսոփայության բաժնի ուսանող և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայի սան էի։ Ես ոգևորված եմ, որ այսօր Հայաստանում երիտասարդները շատ հնարավորություններ ունեն, որ նրանց տաղանդները բացահայտելուն ուղղված համատեղ ծրագրեր են իրականացնում Հայաստանն ու Եվրոպական միությունը և ևս մեկ անգամ վերահաստատում, որ միասին, նաև մեր մշակութային ժառանգության շնորհիվ, մենք ուժեղ ենք։